Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է։ Եվ մեր հաղորդման հյուրն է այսօր ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու դոցենտ, պարոն Ատոմ Մարգարյանը։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան, ողջունում եմ ձեզ Նոյան Տապանում եւ ակնկալում հետաքրքիր զրույց։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մարգարյան, ամփոփելով նոր կառավարության 100-րդ օրը, Փաշինյանը հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությանը պետք է հետևի տնտեսական հեղափոխություն եւ դա կլինի երկրորդ ալիքը։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ տնտեսության մեջ հեղափոխություններ կամ թռիչքներ հնարավոր չեն։ Եվ այսպես, ի վերջո, հնարավոր են թե հնարավոր չեն։ Իսկ Հայաստանում տեսնում եք արդյոք տնտեսական հեղափոխության ներուժ։ Խնդիրը վերաբերվում է ժամկետներին, այն ժամանակահատվածին, որի մեջ կարող է դա տեղի ունենալ։ Իմ խոսքը հնչել է այդ համատեքստում, որ կար ժամկետում այնպես ինչպես տեղի ունենում ենթադրենք երկրում քաղաքական փոփոխություններ, իշխանափոխություն կամ հեղափոխություն, տնտեսության մեջ այդպիսի փոփոխություններ մի քանի ամսվա ընթացքում ակնկալելը պետք չէ, ուղղակի պետք է իրատես լինել եւ երկարաժամկետ ակնկալիքների վրա կառուցել այդ հեղափոխության ֆենոմենը։ Եթե նայում ենք երկրների փորձին, ենթադրենք հարավ-արևելյան Ասիայի երկրները 20-25 տարվա ընթացքում իսկապես կարողացան տպավորիչ թռիչք ունենալ եւ դառնալ փաստորեն զարգացած երկիր, այսպես ասած, կոչվելու հավակնորդներ, այնպես որ տնտեսական հեղափոխությունը դա տրանսֆորմացիա է որոշակի եւ արդեն եթե նայում եք վարչապետի լեքսիկոնին, նա արդեն խոսում է տրանսֆորմացիայի մասին, այսինքն կերպարանափոխության մասին, որը նշանակում է արդեն բոլոր կարգի համակարգերի, այդ թվում նաև տնտեսության երկարաժամկետ որակափոխություն։ Այս իմաստով իհարկե թռիչքը պետք է, հեղափոխությունը պետք է, բայց միջնաժամկետ կամ երկարաժամկետ, նայած ինչպիսին կլինի քաղաքականությունը, ինչպիսի դիրքավորում կունենան էլիտաները, լայն իմաստով, թե քաղաքական, թե գործարար, թե ռազմական, թե մտավոր ինտելեկտուալ էլիտաները, ի վերջո ռազմավարական զարգացման այդ պահանջը ձևակերպում են այդ օրակարգը, խնդիրները էլիտաները եւ դա մեծ չափով կախված է նրանից, թե ինչպիսի պարլամենտ կունենանք առաջիկայում։ Բարի, բայց ես նորից վերադառնամ այդ հարցին, արդյոք Հայաստանում կա այդ ներուժը։ Ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը նոր եզրույթ է, նոր ձևակերպում է, այսպես նետել հասարակության մեջ, դա հետևյալն է. Հայաստանը կղզի է առանց ծովի։ Սա դե մենք հասկանում ենք ինչու խոսքը գնում է հարևանների մասին, այո, կարող ենք բացել փակագծերը, բայց եւ բացեք փակագծերը հեռուստադիտողների համար եւ փորձենք հասկանալ ինչու է այնուամենայնիվ այդ ձևակերպումը տրվել, որպեսի մեծ սպասելիքներ չլինեն, թե այնուամենայնիվ մենք ներուժ ունենք։ Այդ նախադրյալի հետ մեկտեղ մենք ունենք նաեւ մեծ ներուժ։ Այդ ներուժը իհարկե կա, Հայաստանը եղել եւ մնում է այնպիսի երկիր, որը կարող է գեներացնել բարձրակարգ տեխնոլոգիաներ, զարգացման ռեսուրսներ, ունի մարդկային կապիտալի շատ բարձր որակ եւ իհարկե կարող է լավ դիրքավորվել այդ ռեսուրսները կոմբինավորելով խելամիտ ձևով եւ այն սահմանափակումները վարչապետը ըստ երևույթին նկատի ունի այն 2.5 տասնամյակ արդեն տևող սահմանափակումները, առաջի հերթին շրջափակումների հետ կապված լոգիստիկ սահմանափակումները, նաև բաց ծով ելք չունենալու այդ հանգամանքը, իհարկե Ղարաբաղյան պատերազմը, որը ահռելի ֆինանսական ռեսուրսներ է կլանում, մարդկային ռեսուրսներ, տեխնոլոգիական ռեսուրսներ, սրանք փաստեր են։ Եվ այս իմաստով, այո, կղզի լինելու հանգամանքը բնականաբար ճիշտ արձանագրում է։ Բայց կարծում եմ դա նաև հարկադրանք է, պարտադրանք է դառնալու ավելի մրցունակ, տեխնոլոգիապես ավելի զարգացած երկրներ կան, որ հավիտենական պատերազմի պայմաններում են կայացրել իրենց երկրները։ Իսրայելի պետությունը այդպիսի օրինակ է, թշնամական շրջապատ, մշտական կոնֆլիկտային իրավիճակ, բայց այնուամենայնիվ պոետի լեզվով ասած սխրանքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է ամեն մի հնար եւ սկզբունքորեն այս իմաստով մեր երկիրը այդ վիճակում է եւ փաստորեն զարգանում է
այնպիսի աճեր է արձանագրում, որին կնախանձեն նաև այդ պայմանները ունեցող բազմաթիվ երկրներ, սրանք փաստեր են, եւ այն, որ այս 5-6 ամիսներին հնարավոր եղավ ապահովել տնտեսության կայունությունը եւ աճ ապահովել, սա ոչ բոլոր երկրներին, շատ քչերին է հաջողվել անել, իրականացնել այսպիսի հեղափոխություն, այսպիսի մասշտաբների եւ նաեւ պահել տնտեսական համակարգի հավասարակշռությունը ու ապահովել նրա աճը, դա թերևս հրաշքների շարքից է։ Ճիշտ նկատեցիք, բայց կա նաև այսպիսի մի կետ, դուք ասում եք, այո, այդ դժվար պայմանները ստիպում են, որպեսզի լինի երկիրը ավելի ուժեղ, ավելի մրցունակ, իր ամբողջ ներուժը կարողանա կուտակել, բայց մենք ունենք համենայն դեպս մեր ներքին արտադրության խնդիր ունենք, արդյունաբերության խնդիր ունենք, որը դեռ մենք չենք կարողանում ոչ մի կերպ ոտքի կանգնացնենք, եւ մեզ մոտ բոլոր դեպքերում իմպորտը ավելի բարձր է ցուցանիշը, քան էքսպորտի ցուցանիշը։ Այդպես է, ես կասեի, որ տասնամյակներ շարունակ քաղաքականությունը այնպես է կարգաբերված եղել, որ հիմնականում մենք ունեցել ենք վերավաճառքի վրա հիմնված տնտեսություն, Հայաստանը դարձել է մի տեղ, որտեղ հանդիպում են դրսից ներմուծված դոլարը եւ ներմուծված ապրանքները, էլիտաները գործարար հիմնականում կառուցել են իրենց բիզնեսը, այսպես ասած, իրենց օրակարգերը գործարար, ավելի շատ ներմուծման դոմինանտ որոշիչ գործոնի իման վրա, այո տարիներ կար, որ մինչև ներմուծումը մինչև 4 անգամ գերազանցում էր արտահանմանը, այժմ էապես պակասել է այդ ճեղքվածք, այդ տարբերությունը ներմուծում արտահանման, բայց էլի մենք շարունակում ենք մնալ այս տրենդի մեջ եւ այն ինչ որ այսօր առաջարկվում է եւ քաղաքական փոփոխությունների կամ տեսլականների այն կոնտեքստը, որ ներկայացվում է, այդ օրակարգը փոխելն է որակապես, այսինքն դնել խնդիրներ, որ կապիտալը առևտրային ոլորտից տեղափոխվի արտադրության կամ տնտեսության ռեալ հատված, որտեղ արդեն բարձր տեխնոլոգիական աշխատատեղերի, այնպիսի պրոդուկտների կամ նոր կոմբինացիաների ստեղծման անհրաժեշտություն է դրվում, որը կապահովի եւ աշխատատեղեր, եւ մրցունակ ապրանքներ, եւ իհարկե բարձր եկամուտներ։ Դրա հիման վրա կարող է միայն երկիրը ունենալ բարեկեցություն եւ զարգացում։ Բարի, մենաշնորհների խնդիրը մենք որքան հասկացանք կառավարությունը համենայն դեպս Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերացվեն այդ մենաշնորհները, մենք ունենք մի քանի ամիս, ինչ է ցույց տվել մեր։ Դա բարդ խնդիր է, իհարկե, մենաշնորհները ձևավորվել են տարիների եւ նույնիսկ տասնամյակների ընթացքում, շուկաների կենտրոնացումը եւ նույնիսկ գերկենտրոնացումը որոշակի ապրանքների ներկրման, արտադրության, իրացման ձևավորել են որոշակի մենք տնտեսագետներս ասում ենք մասշտաբից էֆեկտներ։ Եթե նույնիսկ այսօր մենք թույլ չենք տալիս չարաշահումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը աշխատում է այդ տեսանկյունից, բայց եթե մարդը ստեղծել է լոգիստիկ ցանցեր, փոխադրամիջոցներ, մարքեթինգային հնարավորություններ, վաճառահանման ցանցեր, այս ամենը շատ արագ կոտրելը կամ կարգավորելը, կոտրել իհարկե պետք չէ, կարգավորելը եւ մրցակցային ռեժիմի փոխադրելը գոնե այն շուկաներում, որոնք մասսայական ապրանքներ են առաջարկում եւ որտեղ գները մրցակցային չեն, ժամանակ է պահանջում։ Մենք տեսնում ենք որոշ շուկաներում, ես երեք հետևում էի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այդպիսի հանձնաժողովի նախագահ այդպիսի թիվ հնչեցրեց, որ շաքարավազի շուկայում կար ժամանակ, երբ որ կենտրոնացման աստիճանը 95%-ից բարձր էր։ Այժմ այն 70% է եւ միտումը իջեցման ուղղությամբ է, այսինքն կենտրոնացումը դա նշանակում է այդքան մասը պատկանում է մեկ ընկերության եւ հիմա այո հայտնվել են մարդիկ, որոնք ներկրումներ են իրականացնում եւ բնականաբար այսօր քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մենաշնորհ չի կարող, եթե կարող եք ներմուծեք, բայց ներկրելը մրցակցային արդեն ռեժիմի մեջ է դնում ձեր բիզնեսը, նա միավոր ներկրման հաշվով ավելի նվազ ծախսեր ունի, քան թե դուք։ Հետևաբար նրա շահույթները երաշխավորված են գոնե այս պահին ավելի մեծ չափով։ Այսինքն դուք արձանագրում եք, որ համենայն դեպս այս դրույթում, այս կետում մենք ունենք միտում դեպի լավացում վիճակի։ Անկասկած։ Բայց խոսքը գնում էր միայն ներկրումների մասին, մեզ համար շատ ավելի
կարևոր է թերևս, որպեսզի արտադրությունը, ներքին արտադրողին մենք կարողանանք խրախուսել, պաշտպանել։ Ներքին արտադրության մասով ես կարող եմ ներկայացնել որոշակի փաստեր, այն որ տեղի ունենում շինարարության ոլորտում որակական աճ եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար տարածքների շինության, շինարարության, արտադրության եւ նաեւ իմիջայլոց այդ պատճառով անշարժ գույքի գները աճել են, դա նշանակում է, որ այդ սեգմենտը սկսել է աշխուժանալ։ Ինչն էր խնդիրը հատկապես ներքին արտադրության, այդտեղ էլ այո կան որոշակի կենտրոնացումներ, ընդ որում շատ մեծ ձևախեղումներ, հատկապես հանքարդյունաբերության ոլորտի տիրապետությունն է, գերակայությունն է, որը վերջին փաստորեն 5-6 ամիսներին այս տարվա ընդհանրապես տվյալներով մենք տեսնում ենք ավելի շատ դեպրեսիվ վիճակում է կապված մի շատ ներդրումային ծրագրերի, այսպես ասենք սառեցման, դադարեցման հետ նույնիսկ բնապահպանական սահմանափակումներով պայմանավորված, այսինքն մենք ունենք լուրջ տրանսֆորմացիայի խնդիր արտադրական հատվածում։ Պետությունը այստեղ արդեն այն տրադիցիոն գործիքները մոնետար եւ հարկաբյուջետային, որ կիրառել է եւ մի կողմ է քաշվել, չի իրականացրել լուրջ կառուցվածքային քաղաքականություն, ինովացիոն քաղաքականություն, ինստիտուցիոնալ այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են աշխուժացնել, խթանել այդ ռեալ սեկտորի այն սեգմենտները, որտեղ ներուժ կա, աճի պոտենցիալ կա։ Այսօր մենք տեսնում ենք ոչ միայն հնչում են հայտարարություններ, տեսլականներ, օրինակ վարչապետի այդ ելույթում այն փաստերը, որ նա վերեց տրանսֆորմացիայի հետ կապված տնտեսության, այսինքն այն փոփոխությունները, որոնք կարճաժամկետ այս փուլում արդեն որոշ առումով տեսանելի են, դա պետք է դառնա քաղաքականության առանցք։ Պետությունը պետք է վարի նպատակամղված եւ արդյունաբերական քաղաքականություն, եւ կառուցվածքային քաղաքականություն, եւ կոորդինացնի այդ ամենը հնարավոր բոլոր գործընկերների հետ, հատկապես Եվրասիական տնտեսական միության շուկաներում, ստեղծի ձևավորի որոշակի տեխնոլոգիական պլատֆորմներ, որովհետեւ հնարավոր լինի այդ փոխանցումը եւ տեխնոլոգիաների եւ կարողությունների ավելի մրցունակ պրոդուկտներ ստեղծի։ Դա հնարավոր է։ Դա մեր անցյալ իմիջայլոց խորհրդային անցյալ հենց այդպիսին էր։ Հայաստանը համարվում էր խորհրդային միության սիլիկոնային հարթավայրերից մեկը կոպիտ ասած, որտեղ գեներացվում էին 5-6 կենտրոն կար բարձր տեխնոլոգիական պրոդուկտներ։ Իսկ այդ պոտենցիալը կա, դա մեր գիտությունն է, դա մեր ինստիտուտներն են, հետազոտական, ակադեմիական, փորձարարական բազաները, որ արդեն աշխուժացման, այսպես ասած, միտումներ են դրսևորում, կապիտալ կա համապատասխան, այդտեղ էլ աշխուժություն կա, այսինքն ֆինանսավորման ինստիտուտները եւս կարող են համապատասխան քաղաքականության դեպքում այդ նորամուծությունների շղթաները խթանել եւ ֆինանսավորել։ Ելակետը այս է, ոչ բոլոր երկրները, աշխարհի երկրների մեծամասնությունը չունի այդպիսի հնարավորություններ ու այդպիսի պոտենցիալ։ Այստեղ է զարգացման ռեսուրսների գեներացման հարթակները, որպեսզի դրանք սկսեն աշխատել եւ արդյունք տան, այո, պետք է քաղաքականություն համիմաստ։ Դուք այս հարցը, որ շոշափեցիք, այստեղից մոտ հետեւյալ հարցը բարձրացավ։ Մենք վերջին տարիներին գիտությանը եւ կրթությունը եւ գիտությունը բավականին հետնահանջ են ապրել։ Դուք դասավանդում եք, դասախոս եք։ Արդյոք, այո, միտքը կա, մեր փայլուն մտքեր կան, երիտասարդներն էլ բավականին խելացի են։ Իսկ ապահովում ենք արդյոք բարձր կարգի կրթությամբ նրանց, մենք ունենք այդ ներուժը։ Եթե հետահայաց նայենք, քանի որ չի պահանջարկվել գիտության, կրթության, երկար տարիներ չի պահանջվել։ Այո, այդ ոլորտները ֆիզիկայի ֆակուլտետի վիճակը նայենք, քիմիայի ֆակուլտետների վիճակը։ 2005 թվականին ես որպես ՄԱԿ-ի ազգային փորձագիտական խմբի ղեկավար մշակեցի Հայաստանում գիտության զարգացման բարեփոխումների հայեցակարգը կառավարության պատվերով եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ լուրջ մասնագետներ էին ներգրավված, նաեւ սոցիոլոգների մեծ խումբ էր աշխատում, ակադեմիական ինստիտուտների, համալսարանական շրջանակների, այն ժամանակ դեռևս առաջարկվեց բարեփոխումների բոլոր կոմպոնենտների գիտության եւ կրթական համալսարանական համակարգերի
ծրագիր, որը ըստ էության ժամանակի լավագույն չափանիշները դրվեցին, բայց այն արձագանքը, որ տրվեց հատկապես ակադեմիական շրջանակների կողմից, հատկապես գործարար շրջանակների կողմից, մեծ մասամբ անտարբերության իմաստով, կառավարությունը այն ժամանակ փորձեց ինչ-որ էլեմենտներ կիրառել, բայց դիմադրությունն ու դիմակայությունը շատ մեծ էր։ Հիմա դա հնարավոր է։ Հիմա մենք գիտենք, դա մեծ խնդիր է եղել։ Ուրեմն այսպես, հիմա քանի որ օրակարգն է փոխվում, երկիր այնպիսի վիճակում է, տնտեսությունը մասնավորապես, որ զարգացման ինովացիոն ուղին այլընտրանք չունի, այսինքն ստեղծել այնպիսի կոմբինացիաներ, հարթակներ, արտադրության այսպես սեգմենտների զարգացման ծրագրեր, ներդրումային այնպիսի նախագծեր, որոնք գեներացնեն այն պրոդուկտները, որոնք գիտատար են, որոնք տեխնոլոգիատար են, որոնք մրցունակ են գլոբալ չափանիշներով, այսօր աշխարհը բաց է, եթե դու ընկերություն ես հիմնում, անմիջապես դու հայտնվում ես գլոբալ մրցակցային ռեժիմում, որովհետև դու մրցունակ ես, եթե ցանցում ես, ինտերնետ միջավայրում ես, ինչու, որովհետև անցել են ժամանակները, երբ որ հեռախոսով կամ ճամփորդելով գնում էիր բանակցությունների եւ փորձում էիր ինչ-ինչ պրեֆերենցիաներ ունենալ, ինչ-ինչ նախագծեր կամ պայմանագրեր կնքել։ Դու հենց հիմնեցիր բիզնեսդ, դու մրցունակ ես կամ մրցունակ չես գլոբալ միջավայրում։ Այստեղ ինչն է կարևորը, ինչ ակտիվներ ունեք, ինչ կադրեր ունեք, ինչ կոմունիկացիաներ ունեք, ինչ գործընկերներ ունեք եւ այլն, այսինքն այս ամենը պահանջում է գլոբալ ռեսուրսների գլոբալ հավաքագրում, որ դուք պետք է անեք։ Իսկ այստեղ առանց պետության քաղաքականության համապատասխան հնարավոր չէ լինել մրցունակ։ Այստեղ եւս դուք տեսնում եք պոտենցիալը կա, հնարավորությունը կա, մնում է պետության բարի կամքը չասեմ, ասեմ ճիշտ, ճշգրիտ ռազմավարությունը այս ոլորտում։ Հնարավորությունները կան, ես տեսնում եմ, նաև տեսնում եմ քաղաքական կամքի այդպիսի դրսևորում, նաև դատելով վարչապետի կառավարության առանցին դեմքերի, ելույթներից, խոսքից, նրանց հանրային այսպես շփումներից, հայտարարություններից, այո, այդ ըմբռնումը կա եւ բավական լուրջ այսպես մտադրությունների համատեքստում եւ այն ուղերձները, որ հնչեցնում են մասնավորապես վարչապետը պարլամենտում այս խոսքում, որ հիմնականում 90%-ով տնտեսական բնույթի ուղերձներ էին, նույնիսկ ըստիս ինչ որտեղ շատ մեծ հավասարակշռության խախտմամբ, որտեղ ես սպասում եի ավելի շատ քաղաքական բնույթի ուղերձ, թվերն էլ կարող են իհարկե հնչել, բայց այն մանրամասները, որ հիմնավորումներ են, դա կարող են անել ենթադրենք ավելի ցածր ռանգի պաշտոնյաները, բայց բոլոր դեպքերում սա այսպես ասենք մշակույթ է քաղաքականության լիդերի վարքագծի, որ ժամանակի ընթացքում կարծում եմ կշտկվի։ Դե եկել է ժամանակը տնտեսական հեղափոխության տնտեսական խնդիրներով զբաղվելու, որտեղ քաղաքական խնդիրները կարծես թե ազգային ժողովի արձակվելուց հետո հիմնականում խնդիրը լուծվել է։ Մնում է ընտրություններ եւ հետագայում արդեն ընտրություններից հետո սկսվում է արդեն աշխատանքը, իսկ աշխատանքի երևի թե առաջին դաշտը դա տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծումն է։ Ես ինստիտուցիոնալ տնտեսագետ եմ, իմ այսպես ասած եւ կուրսերը, եւ հետազոտությունները, եւ շփումները, նաեւ հանրային, միջազգային իմ գործընկերների հետ այդ պարադիգմը, որ այսօր տիրապետող է դարձել այս վերջի տասնամյակներին, ինչ է հուշում։ Այնպես չէ, որ մենք այսօր հեղափոխություն արեցինք, ընտրություններ արեցինք, պորտֆելները բաշխեցինք եւ մանդատները տեղաբաշխեցինք, հեղափոխությունը տնտեսության մեջ ինչպես այսպես գետը հոսելով կընթանա եւ մեզ կտանի բարեկեցության գագաթնակետին կհասցնի, այդպես չէ։ Ամենօրյա աշխատանք է եւ բոլոր համակարգերը, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ իրավական, եւ դատական։ Կոնկրետ ես վարչապետի ելույթում չտեսա խոսք, չլսեցի խոսք դատական համակարգի կերպափոխման տեսլականների մասին։ Դա բարդագույն խնդիր է։ Մենք հայոց չունենք այսօր, հայտարարվում է կոռուպցիա չունենք, բայց ունենք կոռուպցիոներների մի հսկա բանակ,
որոնք սովորել են վերցնել, ու միակողմանի ոչ արդարադատ վճիռ ներկայացնել, այդ թվում նաև գործարար սեգմենտին վերաբերվող, ինչ պետք է անել այդ համակարգի ու այդ մարդկանց հետ, այդ մարդկանց մտածելակերպը, արժեքային համակարգը, ընկալումները փոխելը շատ բարդ է։ Հիմա հարց, երբ որ խոսվեց անցումային արդարադատության մասին, դա լինելու է, թե ոչ, սա ծրագրային իմիջիայլոց դրույթ է, որ հնչեցվել է եւ ընդհանրապես այս մեկ տարվա օրակարգը ծրագրի, որ առաջարկվել էր կառավարության կողմից, թերևս 6 ամսում է ըստ էության եզրափակվում եւ ինչ որ գնահատականներ այնուամենայնիվ պետք է տրվեն հաշվետվությունների ձևով եւ այլն, այո, հիմնական գերխնդիրը տանել համակարգը արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ ձևավորել օրինակարգ, լեգիտիմ, պատասխանատու եւ հաշվետու իշխանություն իրականացվել է։ Եվ մնացած մասը, որը թե ինչ է եղել տնտեսության հետ, ինչպիսի ցուցանիշներ կան շինարարության ոլորտում, բուկմեքերական գրասենյակների մասնակիություններ են դրանք, պետք է կոնցեպտուալ հարցադրումներ անել, որտեղ ի վերջո մարդիկ այդ թվերը լսելով, թվերի այդ շարքը այսպես մեծ պարտիաներով ընկալելով, ամեն ինչ համեմատում են իրենց սառնարանի պարունակության եւ այն կոմունալ հաշիվների հետ, որ ամեն ամսվա սկզբին գերճշգրիտ այսպես ժամանակին ստացվում է ու մարդիկ հետևություններ են անում եւ սա քաղաքական մեր օրակարգի գերխնդիրն է։ Ինչպես անել, որ մարդը, ընտրողը, շարքային քաղաքացին հարկատուն, այսպես ասած, այդ համեմատությունը անելիս դրական պոզիտիվ էմոցիաներ ունենա։ Այդ գլխավոր խնդիրը սա է։ Բարի։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, կարճատև դադար եմ հայտարարում եթերում, մենք հաղորդման հաջորդ հատվածում կքննարկենք պարոն Մարգարյանի հետ պետբյուջեի քննարկմանը կանդրադառնանք հաջորդ տարվա, այնտեղ էլ հակին հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն։ Գովազդ է եթերում, մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում նրան Տապանն է եւ մենք զրուցում ենք Ատոմ Մարգարյանի հետ, ով ղեկավարում է իննովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնը, նա գիտությունների տեխնացու է եւ դոցենտ։ Պարոն Մարգարյան, եկեք քննարկենք մյուս տարվա բյուջեի նախագիծը։ Ելնելով ֆինանսների նախարարի զեկույցից կրկին որոշ դրույթներ, որոշ նախադրյալներ, միայն ես հիշեցնեմ եւ հեռուստադիտողին եւ երևի թե ձեզ, որ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ բյուջեի նախագիծը հասարակության ցանկությունների չնչին մասն է արտացոլում, այսինքն էլի ինչ որ մի փոքրիկ այսպիսի նախադրույթ տվեց։ Համեցեք։ Մի քիչ ծայրահեղ բան է իհարկե ասել, ինչպես կարող է չնչին մասը արտացոլել, երբ որ բոլորի թերևս շահերին առնչվող փաստաթուղթ է դա, մի մասը հարկատուներ են, մի մասը շահառուներ են, մի մասը վճարում է հարկեր եւ այսինքն բոլորն էլ օգտվում են հանրային այդ բարիքներից կամ ծառայություններից։ Բայց խնդիրը այս տարվա քննարկումների եւ 2019-ի բյուջեի նախագծի հետ կապված աննախադեպ է։ Այսինքն մենք ունենք այսօր արձակված խորհրդարան, փաստորեն քաղաքական թամբից հեռացած քաղաքական ուժ, որը մեծամասնություն է ըստ էության կամ մոտ է դրան պարլամենտում եւ բոլոր իրողությունները անցյալի էքստրոպոլյացիայի կամ արտարկման արդյունք են բյուջեում արտացոլված թվերի, այսինքն այն ինչը որ վարչապետ Փաշինյանը որակեց որպես իներցիոն բյուջե, բայց դա չի նշանակում, որ այսպես մեխանիկորեն ինչ որ բաներ են ներառվել, պարզապես այն սկզբունքները ֆունդամենտալ, որոնք դրված են այս բյուջեի հիմքում, նորարար են ըստ էության, առաջին հերթին ծրագրային բյուջետավորման իմաստով, այսինքն առաջին անգամ այս բյուջեում թվերը կամ ցուցանիշները ներառված են ծրագրերի տակ, որոնք արդեն գնահատվելու են իրենց արդյունքների չափելիության տեսանկյունից, դրանք քանակապես գնահատվելու են արդյունավետության տեսանկյունից։ Եվ այս իմաստով ես կցանկանամ վարչապետի այդ ելույթից այն հատվածը մեջ բերել, որ ասվեց, որ մենք այս տարվա բյուջետային ծախսերը թերակատարումով ենք գնում։ Այնպես չէ, որ մենք չենք ցանկանում ծախսել,
Փողը կա իհարկե, մենք տեսնում ենք, որ այս տարվա բյուջեն առաջանցիկ կատարվում է։ Հարկային եկամուտների մասով միայն սեպտեմբերին մենք ունեցել ենք 124.5 միլիարդ դրամի ռեկորդային փաստորեն ամսական կտրվածքով մենք այդպիսի եկամուտներ չենք ունեցել, բայց խնդիրը ինչումն է, խնդիրը հատկատների այն մշակույթն է, որ միշտ է ուղեկցել բյուջեին։ Եթե հիշեցնեմ ձեզ, մենք վերահսկիչ պալատի նախագահներից մեկը թիվ հնչեցրեց, որ մինչև 70% բյուջետային ծախսերի ռիսկային են, այլ ծախսերի մասով, ոչ աշխատավարձային։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պետական գնումների համակարգի, տարբեր տեսակի ծրագրերի ֆինանսավորման, օրինակ հնչեց հյուսիս-հարավ ծրագրի մասով, ինչպիսի չարաշահումներ են եղել, որակի առումով ինչպիսի բացահայտումներ են եղել եւ այլն, եւ այս իմաստով այո, որոշակի ծրագրեր կասեցվում կամ դադարեցվում են։ Այսինքն խնդրեմը այդ բյուջետային թվերի իրատեսականության հիմնավորվածության մեջ է։ Այն գները, որ դրված են ծախսերի հիմքում բյուջետային, որքանով են ռեալ։ Սա շատ կարևոր արձանագրում է եւ թերևս մենք տեսնում ենք արդեն այս վերջի 2 օրերին խորհրդարանական հանձնաժողովների համատեղ այդ նիստի քննարկումներում ինչպիսի մեղադրանքներ են հնչում արդեն թերևս ընդդիմադիր ներկայացող ուժի ներկայացուցիչների կողմից այն դեպքում երբ որ տասնամյակներ շարունակ այդ մշակույթն է դրված եղել բյուջետային քաղաքականության ու ծրագրավորման հիմքում խնդիրը այն կոնտեքստի քաղաքական մեջ է, որ այս բյուջեն իներցիոն է, որովհետև բոլոր ռիսկերը, նաև քաղաքական հաշվի են առնվել, դրա համար այն ինչ որտեղ զուսպ է ու պահպանողական ծախսերի մասով եւ բավական ագրեսիվ եւ աճողական եկամուտների մասով դեֆիցիտը մինիմալ մակարդակի է 2.2%, մենք այդպիսի դեֆիցիտով բյուջե հազվադեպ ենք ունեցել նախորդ տասնամյակներին, դա ինչ է նշանակում, որ ռիսկայնությունը շատ բարձր է, հատկապես որոշ ծախսերի իրականացման, թերևս առաջի հերթին ռազմական ծախսերի աճի եւ դրանց ճնշման պատճառով մեկ եւ երկրորդը պետական պարտքի փաստորեն աճի նրա կրիտիկական սահմաններին հասնելու եւ դրա սպասարկման բարդությունների, դժվարությունների հատկապես առաջիկա 2-3 տարիների ընթացքում։ Բարի, բայց ցավոտ կետերել ունեն բյուջեում կար ցավոտ կետեր, որոնց մասին ես կցանկանայի այնուամենայնիվ այսօր խոսել։ Եւ այսպես, պետական պարտքը 19 թվականին կավելանա շուրջ 200 միլիոն դոլարով, 7.1 միլիարդից հասնելով 7.3 միլիարդ դոլարի։ Այն դեպքում, երբ 2008-ին այն կազմում էր ընդամենը 1.9 միլիարդ դոլար։ Փաստորեն վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը 4 անգամ ավելացել է։ Սա լուրջ խնդիր է։ Խնդիր է, որը ժառանգել են, այո, եթե 2008-ին 10 տարում մենք ունեցել ենք այսպիսի աճ, ինչպես կանգնացնել, ինչպես վարվել այս պարտքի հետ։ Նախ այն միտումները ես արձանագրեմ վերջի 5-6 ամիսներին արտաքին պարտքը այսպես սկսել է արդեն ավելի նվազ տեմպերով աճել, բայց պարտքի մակարդակը սկզբունքորեն ես նկատի ունեմ պարտքը նա հարաբերակցության մակարդակը նվազել է աճի այն ֆոնին տնտեսական, որ մենք ունենք, բայց մյուս կողմից այո դա լրջագույն խնդիր է, եթե երկարաժամկետ 10 տարվա կտրվածքով նայենք, նախորդ 3 կառավարությունները թերևս պարտքի ոտնակից իրենց ոտքը չեն վերցրել եւ թերևս բալանսը մակրոտնտեսական հավասարակշռությունը մենք դա անվանում ենք արդյունավետ պահանջարկ մակրոտնտեսագետի լեզվով պահելու համար թերևս ավելի շատ տրվել են այդ գայթակղությանը թե ներքին եւ թե արտաքին աղբյուրներից հատկապես ներգրավել ֆինանսական միջոցներ եւ ծախսել, բայց այլընտրանքը այն է, որ պետք է նվազեցնել կոռուպցիան, պետք է նվազեցնել ստվերը եւ պետք է խթանել տնտեսությունը եւ եկամուտների աճը, ընդլայնել հարկային բազան
եւ քաղաքականության այլընտրանքը, այսինքն այն ինչ որ մենք ասում ենք ամբողջական առաջարկի խթանման քաղաքականություն, որը կարճաժամկետ հատվածում եւ նույնիսկ որոշ դեպքերում միջնաժամկետում տալիս է իր պտուղները, այդպիսի քաղաքականություն ցավոք չի եղել։ Մեր կառավարիչները, պետական մենեջմենտ իրականացնող գործիչները ավելի շատ իրենց ուշքն ու միտքը կենտրոնացրել են մակրո խնդիրների, մակրո ցուցանիշների վրա, քան թե միկրո, այսինքն ձեռնարկությունների զարգացում, տնտեսության խթանում, որը եկամուտների հավելյալ մեծ մասաբաժին կբերեր բյուջե եւ թույլ չէր տա այնպիսի իրավիճակ, ինչը մենք ունենք, այսինքն երբ որ մասնավոր սեկտորը տնային տնտեսությունները քիչ են ծախսում կամ չեն կարողանում բավարար ծախսել եւ եկամուտներ ստեղծել նաեւ իրենց ռեսուրսների եւ ապրանքների ծառայությունների վաճառքի հաշվին, ստիպված դա անում է պետությունը, բայց այդ պետությունը պետք է հաշվի առնի, որ վաղը իրենից հետո այդ պարտքը մարելու անհրաժեշտություն է առաջանալու եւ հիմա այն ժառանգությունը, որ ստացել է այս կաբինետը, թերևս շատ ծանր է ու պետք է անկեղծ լինել, այստեղ կան լուրջ խնդիրներ ու ամենից կարևորը այն է, թե ինչպես կվերակառուցվի այդ պարտքը հատկապես 2020 թվականին, իսկ դա արդեն պետության վարկանիշի քաղաքականության նկատմամբ թե արտաքին եւ թե ներքին ներդրողների վստահության չափանիշ է եւ միայն դրանով կարելի է պայմանավորել, որ սահուն մենք այդ պարտքային անդունդի վրայից կարող ենք թռչել մինչեւ 2021 թվական։ Եկեք դիտարկենք եւ փորձենք մեկնաբանել ֆինանսների նախարարի հետեւյալ պարզաբանումը կամ լուծում առաջարկելը այս խնդրի շուրջ։ Ես ցիտում եմ. Մենք գնում ենք, ասում է ֆինանսների նախարարը, մենք գնում ենք այն ճանապարհով, որ պարտք վերցնում ենք նոր արդյունք ստեղծելու հնարավորություններ ձևավորելու համար։ Ոչ թե պարտք ենք վերցնում, որպեսզի մեր ընթացիկ կարիքները հոգանք կամ շահենք բարեհաճությունը հասարակության մի մասի, այլ պարտք ենք վերցնում, որպեսզի ստեղծենք նոր արդյունք, որը ի վիճակի կլինի գերազանցել նոր գեներացնել նոր հնարավորություններ եւ նույն հասարակության անդամի կարիքները հոգանք շատ ավելի լավ, քան հնարավոր է մեր այսօրվա կարողություններով։ Եվ այսպես, պարտք նոր արդյունք ստեղծելու համար։ Սա նոր մոտեցում է։ Չի ասի, սա այս սկզբունքը նախորդ կառավարության ժամանակ դեռևս հարկաբյուջետային, այսպես կոչված կոնսոլիդացիայի շրջանակներում առաջարկվեց, պարտքի մասով նաև այո, հարկաբյուջետային կանոնների արդիականացման, այսպես կոչված նախագծի շրջանակներում եւ այնտեղ նշած ձողեր դրվեցին, որ պարտքի որոշակի մակարդակը գերազանցելու պարագայում պետությունը արդեն ստիպված է ավելի շատ կապիտալ ծախսեր իրականացնել, քան ընթացիկ ծախսեր, եւ այդ կապիտալ ծախսերը չպետք է ավելի պակաս լինեն, քան բյուջեի դեֆիցիտն է։ Բյուջեի դեֆիցիտը հաջորդ տարվա համար սահմանված է 151 միլիարդ դրամ, դրանից պակաս չպետք է լինի, այո, բյուջեի նախագծում շատ ավելի մեծ թիվ է դրված եւ նախարարը խոսում է հենց սրա մասին։ Ինչ է դա նշանակում։ Դա ըստ էության նույն քաղաքականությունն է, որի մասին ես խոսեցի, երբ որ պետությունը ինքը սկսում է ավելի շատ ծախսել ենթակառուցվածքների ստեղծման, տնտեսության հատվածների խթանման, ֆինանսավորման եւ նաեւ անուղղակի օժանդակության մասին է խոսքը, որ պետությունը եւ երաշխիքներ է տալիս, որոշակի հարկային արտոնություններ է տալիս, ենթադրենք տեխնոլոգիական սարքավորումներ ներկրող բիզնեսին ազատում է մի քանի տարով, ասենք 3 տարով ավելացված արժեքի հարկից, այդտեղ նաեւ իհարկե հարկային նոր քաղաքականությունն է, ես կարող եմ ասել, որ արդեն սկզբունքները առաջարկվել է, արդեն երկար ժամանակ քննարկվում է, կոնկրետացումներ կան եւ լավ կլիներ, որ այս բյուջետային քննարկումների համատեքստում այդ նախագծերից գոնե մեկը եկամտային հարկի մասով, որ առաջարկվել է, հիշում եք, ներկայացվեին քննարկման առանցին փաթեթով եւ արդեն հունվարի 1-ից փորձ արվեր նոր բյուջեի հետ միասին այն դրվեր գործողության մեջ, բայց կա նաեւ ինտրիգ այս ամենի մեջ բյուջետային քննարկումների,
որքանով է հավանականությունը, որ այս բյուջեն նախագիծը կհաստատվի արդեն արձակված խորհրդարանի կողմից, այսինքն խորհրդարանն ինքը իհարկե շարունակում է աշխատել սահմանադրության համաձայն եւ ըստ էության իրավասու է իր բոլոր լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնելու, այդ թվում նաեւ բյուջեն հաստատելու կամ որքան էլ պարադոքսալ հնչի մերժելու հարցում Սկզբունքորեն այն ինչ որ մենք տեսնում ենք այս օրերին այդ ճակատամարտերը ես պատկերավոր այդպես ասեմ քննարկումների ընթացքում դա կարծես թե նախընտրական շոու լինի նախընտրական պայքար լինի եւ իրատեսականության երբեմն սահմանները հատկապես քննադատները անցնում են Իսկ կարող է դա տեղափոխվել դեկտեմբերից հետո ձևավորվող խորհրդարանի օրակարգ մտնել Բավական դժվար է լինելու տեղավորվել այդ կարճ ժամանակահատվածի մեջ, եթե ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, այնտեղ նախատեսված է 10-օրյա կարծեմ բողոքարկումների ժամկետ եւ այլն process-ներ, մինչեւ որ ձևավորվի ազգային ժողովը սահմանադրական նորմերին համապատասխան բավական ժամանակ է, 2-3 առնվազն շաբաթ ժամանակ է պետք, այսինքն մինչեւ տարեվերջ դժվար թե հնարավոր լինի։ Այլ է հարցը հունվար ամսին վերստին Եթե մերժվեց հիմա այս նախագիծը, վերստին նոր նախագիծ առաջարկվի, ճշտված, ճշգրտված կամ թեկուզ նույնը, այլապես կարող են խնդիրներ ծագել, մասնավորապես այն փոփոխությունները, որ առաջարկվում է, հատկապես սոցիալական ոլորտի կապված նվազագույն կենսաթոշակի եւ նվազագույն նպաստի այն 85000 շահառուների շահերի հետ, որոնց եկամուտը բարենային զամբյուղի այդ նշաձողից 25500 դրամից ցածր է եւ այդտեղ խնդիր է ցակում այն իմաստով, եթե բյուջեի նախագիծը չի հաստատվում, հաջորդ տարվա բյուջեի ծախսերը կատարվելու են այս տարվա բյուջեի ծախսերի համամասնություններին համապատասխան։ Դա կլինի թերևս ինչ որտեղ վատություն Եթե այս նախագիծը չհաստատվի այդ հատկապես շերտերին, որոնք այնուամենայնիվ մեծ եկամուտ չէ, բայց իրենց համար դա նշանակում է շատերի համար եկամտի կրկնապատկում։ Համենայն դեպս նոր ցնցումների աղբյուր կլինի դա եւ եթե նոր տարի մտնենք առանց հաստատված բյուջեի։ Այո, դա կլինի վատ նախադեպ, տխուր նախադեպ, բայց այնուամենայնիվ շտկելի հարց կարող է լինել կարճ ժամկետում։ Կարևորն այն է, որ մենք ունենանք որակյալ, լեգիտիմ, պարլամենտարիզմի ոգուն համապատասխան, իսկապես լուրջ անհատականություններից բաղկացած խորհրդարան, որը կարող է կայացնել իսկապես որակյալ կոլեգիալ որոշումներ եւ այն լիազորությունները, որ տրված է վերահսկողական, այդ թվում գործադիր իշխանության իրականացնի արդյունավետությամբ։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, մենք եւս մեկ կարճատև դադարի ընդմիջվենք, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, մենք կշարունակենք զրույցը պարոն Ատոմ Մարգարյանի հետ, մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Ատոմ Մարգարյանի հետ, ով ղեկավարում է ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնը։ Պարոն Մարգարյան, մենք խոսեցինք այն մասին, որ բյուջեն կարող է դեկտեմբերին չհասցնեն հաստատել, այսպես թե այնպես դեկտեմբերին թե հունվարին այն կհաստատվի։ Այժմ խոսենք այն ռիսկերի մասին, որը կարող են առաջանալ բյուջեի կատարման ընթացքում։ Կան այդպիսի ռիսկեր։ Անկասկած, ռիսկերը եւ ներքին եւ արտաքին զարգացումներով կարող են պայմանավորված լինել, արտաքին հատկապես մենք տեսնում ենք ինչ է կատարվում մեր գործընկեր շուկաներում, գործընկեր երկրներում, Եվրասիական տնտեսական միության, հատկապես Ռուսաստանում, կապված այն պատժամիջոցների հետ, որ փաստորեն այս նոյեմբեր ամսին ել ավելի է խստացվելու, հատկապես նաև Իրանի հետ կապված զարգացումները եւ դրանք մտահոգություններ են, դրանք լոգիստիկ կարող են լուրջ խնդիրներ հարուցել, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ ֆինանսական շուկաներում, հատկապես ռուսական ռուբլու հետ կապված, մենք տեսնում ենք արդեն այդպիսի ճնշումներ եւ քաղաքականության կոշտացումներ, հատկապես Ռուսաստանում, իսկ դա նշանակում է կարող են վատթարանալ պայմանները հատկապես տնտեսական միգրանտների եւ մեր հայրենակիցների, որոնք մեծածավալ
մասնավոր տրանսֆերտներ, գումարներ են փոխանցում Հայաստան, եւ դա մեր տնտեսական համակարգի թերևս կենսունակության կարևորագույն երակներից մեկն է, եւ կանխատեսումները այսօր այդպես երկակի են եւ դժվար է այսօր ռեալ պոզիտիվ կանխատեսումներ անել, հաշվի առնելով այն հայտարարությունները եւ այն ծրագրերը, որ իրականացնում հատկապես ամերիկյան ադմինիստրացիան եւ թերևս անուղղակիորեն նաեւ ինչ որտեղ ակնարկներ են հնչում տարածաշրջանի գործընկեր երկրներին, թերևս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականի այցը Հայաստան, Վրաստան, ներողություն Ադրբեջան, հայտարարությունները այսպիսի ոչ լավատեսական եզրակացությունների հիմք են տալիս, բայց դա ընդհանրապես սցենարներից մեկն է։ Այսինքն ռիսկերը գնահատել պետք է հաշվի առնել նաև այս գործոնները։ Մյուսը ներքին իհարկե զարգացումներն են, անորոշությունները այս պահի դրությամբ կան եւ դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի քաղաքական process-ը, օրակարգը, նրա զարգացումը, ընտրություններից հետո ինչպիսի իշխանություն, ինչպիսի պարլամենտ, ինչպիսի կառավարություն, ինչ կադրեր, ինչպիսի գաղափարներ, ինչպիսի մշակույթ, այդ հավակնությունները շատ բարձր են, բայց այնուամենայնիվ որոշակի մտահոգություններ էլ կան դրա հետ կապված, իսկ ներդրողները նրանք երկար ժամկետ մտածող մարդիկ են եւ ամեն ինչ կախված կլինի այս կապված ազդակների հետ, ներդրումների վարքագիծը, ներդրողների վարքագիծը, թե ներքին եւ թե արտաքին, պայմանավորված է լինելու այս գործոններով։ Սրանք ռիսկեր են, որ պետք է ոչ միայն ուղղակի կանխատեսվեն, այլ նաեւ սցենարային կանխատեսումներ արվեն եւ այս բյուջեն, որ միանշանակ թվեր է ֆիքսում եկամուտների ծախսերի, իհարկե մեր օրենսդրությունը այդպիսի բան չի նախատեսում, բայց եթե այդպիսի բան լիներ նման ֆորս մաժոր իրավիճակներում, լավ կլիներ, որ միջակայքերով պլանավորվեր կամ ծրագրավորվեր, այսքան ենթադրենք եկամուտները կախված ինչ սցենար, լավատեսական, հոռետեսական, թե իրատեսական ռեալ սխեման, եկամուտները ենթադրենք կարող ենք ֆիքսել 3 մակարդակով, կարող ենք ֆիքսել ծախսերը 3 մակարդակով, մինիմալից առավելագույն, թերևս ռիսկերի գնահատման մեջ մենք տեսնում ենք, որ հատկապես մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, մասնավորապես տնտեսական աճի, որոշակի հավանականային բաշխումներով է արված, որքան է հավանականությունը ենթադրենք մյուս տարի, որ դրված է բյուջեի հիմքում մակրոտեսական շրջանակի որպես թիվ 4.9%։ Մենք տեսնում ենք, որ այս տարվա համար ավելի լավատեսական վերանայումներ արվեցին, այս տարվա համար 4.5%-ը վերանայվել է 6%-ի տնտեսական աճը, միջազգային կառույցները կարծես թե համաձայն են, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ասենք արժույթի միջազգային հիմնադրամը 6%, կառավարությունը ներողություն 6.5% ավելի լավատեսական է տրամադրված, իսկ համաշխարհային բանկը օրերս այս տարվա համար կանխատեսեց 5.3%-ի տնտեսական աճ։ Նույնը միջայլոց միջազգային ռեյտինգավորող գործակալությունները, հատկապես Moody's-ը, ելի լավատեսորեն է տրամադրված այս տարվա արդյունքներով եւ հետեւաբար, եթե արտարկենք հաջորդ տարվա զարգացումների վրա, նույնպես այս պահին սցենարը լավատեսական է։ Բոլոր դեպքերում հիմնական ռիսկերը կապված են նոր մոդելների, հատկապես հարկային քաղաքականության, ներդրումային, կառուցվածքային, ինովացիոն քաղաքականության նոր գործիքակազմերի մշակման եւ դրանց գործադրման հնարավոր էֆեկտների հետ։ Կարճաժամկետ էֆեկտները թերևս նորարարությունների այսպիսի ինստիտուցիոնալ, ասենք հարկային քաղաքականության սովորաբար բացասական են լինում, բայց ժամանակի ընթացքում եթե դրանք էֆեկտիվ փոփոխություններ են, հարկատուների մեծ մասը համոզվում է, որ այդ նորմերի կիրառումը բխում է իր շահերից եւ հետեւում է այդ կանոններին ու դուրս է գալիս տվերից։ Տեսեք, դուք ասում եք, որ առաջարկում եք սցենարային կանխատեսումներ կատարեն ֆորս մաժորային իրավիճակների համար։ Դա նորմալ առաջարկ է եւ ինքնստինքյան դա պետք է արվի, բայց արդյոք կարծում եք, որ մասնագետներ ունենք, ովքեր կկարողանան ճիշտ այդպիսի ռազմավարություն վարեն, թե մենք պետք է այնուամենայնիվ դրսից մասնագետների հրավիրենք։
Ընդհանրապես ես կասեի հայ ժողովուրդը հարուստ է մասնագետներով, կադրերով, թե Հայաստանում, թե դրսում, Սփյուռքում, դա միանշանակ է, մանավանդ այս վերջի տասնամյակներին բավական մեծ թվով փայլուն երիտասարդներ նույնքան փայլուն կրթություն են ստացել, դրսում բարձրակարգ համալսարաններում, նաև աշխատում են, ներգրավված են բարձրակարգ կորպորացիաներում, ինչու՞ չէ նաև պետական ծառայության մեջ, իհարկե շատ լավ կլիներ, որպեսզի եթե կան կադրային այդպիսի խնդիրներ, նաև ներգրավվեին դրսից խորհրդականի կարգավիճակով, ինչու՞ չէ նախարարի, նաև այլ կարգի համակարգերի ղեկավարների, ես դա չեմ բացառում, դա այդպիսի մշակույթ մենք ունեցել ենք նաև 90-ական թվականներին, 2000-ական թվականներին, երբ երկրի ղեկավարների, բարձրագույն ղեկավարների խորհրդականները բարձրակարգ եղել են մասնագետներ, գիտնականներ, գործարար ոլորտի մարդիկ, դա ես կարծում եմ լուծելի խնդիր է, կարևորը որ քաղաքական կամք լինի եւ մարդիկ չնայեն թե ինչպիսի քաղաքական կամ կուսակցական պատկանելություն ունի այդ անձնավորությունը, այլ ըստ էության հիմնվեն մարդկանց պրոֆեսիոնալ որակների, նրանց կենսագրական մաքրության, նրանց անցած ուղու եւ ճանապարհի վրա։ Այնպես որ այդտեղ ես խնդիր չեմ տեսնում։ Բարի, բյուջեի ուրեմն նախագծի մեջ կար այսպիսի մի կետ, որ ինչպես միշտ մենք հույսներս դնում ենք նաև ներդրումներին։ Արդյոք պատրաստ ենք դրան թե չէ, դա հիմա դուք եւս կասեք, եւ ես պարզապես նշեմ։ Բյուջեի նախագծում նշված է, որ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ակնկալվում էր ստանալ 39.0 միլիարդ դրամի, դա մոտ 81 միլիոն դոլար է, որքան ես հասկանում եմ, չափով պաշտոնական դրամաշնորհներ։ Թիվը այդքան էական չէ, որքան այն, որ հույսը դրված է, ոչ թե դուք նշեցիք արկա ծրագրերի վրա, պայմանագրերի վրա արկա, այլ ներդրումների, որոնք ակնկալվում են, սպասվում են։ Թույլ չի արդյոք այդ սպասումը։ Չէի ասի, նախ շարունակական ծրագրեր կան, որ պետք է ֆինանսավորվեն նաև այդ աղբյուրներից, առաջիկա տարիներին պետք է ենթադրել, որ հենց այդ ծրագրերն են, այդ թվերը վերաբերվում է այդ ծրագրերին, այսինքն կոնկրետ ծրագրերին, այո, դրանք կոնկրետ ֆինանսավորվող ծրագրեր են եւ բյուջեի նախագիծն էլ, բյուջեն էլ լինելու է ծրագրային բյուջետավորման վրա հիմնված փաստորեն ֆինանսական փաստաթուղթ, բայց բոլոր դեպքերում պետության խնդիրը ներդրումներ անելը չէ, պետության խնդիրը ներդրումների համար առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծելն է, այո, որտեղ պետք է որոշակի պետություն մասնավոր հատված համագործակցության շրջանակներում եւս որպես ներդրող հանդես գալն է, օրինակ այն ոլորտներում, որի մասին ես սկզբից խոսեցի, բարձր ռիսկային այն նախագծերը, որոնք ենթադրենք բարձր տեխնոլոգիական պրոդուկտների այնպիսի կոմբինացիաներ են գեներացնում, որոնք պետք են, նա կարող է եւ ուղղակի, ասենք վենչուրային ֆինանսավորման նախագծերի մաս կազմել եւ կարող է անուղղակիորեն օժանդակել, ասենք հարկային քաղաքականության գործիքներով։ Այդ մասին վարչապետը Իմիջայլոց իր ելույթում խոսեց, հատկապես բարձր տեխնոլոգիական սեգմենտում եկամտային հարկը կրկնակի նվազեցնելու, մոտ 10%-ով նվազեցնելու, նվազ դրույքաչափ սահմանելու ցանկության մասին, որը շատ ողջամիտ մոտեցում է եւ արդեն Իմիջայլոց փորձարկվել է Հայաստանում, այսպես կոչված ստարտափ ընկերությունների օրինակով, երբ որ փաստորեն եկամտային հարկը իջեցվեց 10%-ի, ստվերում գտնվող ընկերությունների նոր հիմնադրվող ընկերությունների հաշվին այդ ոլորտի ընկերությունների թիվը կրկնապատկվեց, այսինքն մարդիկ գերադասում են ավելի շուտ լեգալ հատվածում աշխատել, բացահայտ եւ վճարել հարկերը եւ չխուսափել հարկային տեսուչի հնարավոր այցից, քան թե թաքնվելով, վախվորած եւ այլն, չվճարելով հարկերը, հետո մի գեղեցիկ օր փաստի առաջ կանգնել։ Այնպես որ այս քաղաքականությունները թե
թերևս ավելի բաց են, ավելի ժողովրդավարական են եւ ավելի արդյունավետ կարող են լինել, եթե այն օրակարգը, որ առաջարկվում է, իսկապես գործադրվի իր ողջ ծավալով։ Մենք ունենք հեռախոսազանգ, շնորհակալություն։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեր հաղորդումը։ Շնորհակալություն։ Ես հարց ունեմ պարոն Մարգարյանին։ Այո։ Պարոն Մարգարյան, ինչպես է լինում, որ Հայաստանում կան անձեր համատական, որ ավելի մեծ գումարներ ունեն, քան մեր պետական բյուջեն։ Այսինքն դուրս է գալի նրանք ավելի հզոր պետություն են պետության մեջ։ Դուք չեք կարծում, որ եթե գողացված թալանված դրամները երբ չվերադարձնի, սրա նրա վրա հույսը դնելով ներդրում անելով սրանք ընտրելով բան երկիրը ոտքի չի կանգնի առաջի հերթին են միլիարդները որ ապօրինի կերպով թալանված են վակյում են նպած ֆիլոսոֆի նման Շնորհակալություն։ առաջին հերթին պետք է այդ վերադարձվի պարոն Մարգարյան ավելի հարուստ մարդիկ կան կամ պետական բյուջեն Հայաստանում ինչպես կարելի է բացատրել էսի խնդրում եմ եթե կարող եք բացատրել Շնորհակալություն։ Հարցը պարզ է։ Շնորհակալ եմ, սա ամենացավոտ հարցն է Եվ մշտապես բարձրացվող։ Այո, մեր երկրի թերևս ծանր աքիլեսյան գարշապարն է եղել, տասնամյակներ շարունակ։ Այս մասին մենք շատ ենք խոսել, որ Հայաստանը թերևս մինչև այս թավշյա հեղափոխությունը գտնվել է կապիտալի նախասկզբնական կուտակման փուլում, դասական իմաստով, երբ որ հարստության այդ միլիարդների կուտակումը հնարավոր է եղել բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, անօրինական միջոցների եւ կուտակումը, եւ արտահոսքը օֆշորային գոտիներում, օտարերկրյա բանկերում, տարբեր տեսակի անշարժ գույքի եւ շարժական գույքի բիզնեսների մեջ ներդրումների ձևով դրսում եւ նաեւ Հայաստանում, այո ցավոտ հարց է սա, օրակարգի հարց է եւ այն այսօրվա իրողությունները եւ հայտարարությունները մասնավորապես վարչապետի, որ դրանք պետք է մինչև վերջին լուման յետ բերվեն, սրանք քաղաքական իհարկե հայտարարություններ են, բայց այնուամենայնիվ կարծում եմ այդ ինչպեսի հարցը պետք է լուծել ոչ թե վենդետաների, ոչ թե կոպիտ բռնագրավումների, այլ պետք է տրանսֆորմացիայի միջոցով այդ կապիտալը հատկություն ունի երկրից փախչելու։ Ռուսերեն լավ բառ կա, деньги не пахнут։ Բոլոր դեպքերում պետք է իրականացնել առաջերտին համաներման որոշակի քաղաքականություն, այսինքն կապիտալի տերերը, այո, որոնք բացահայտ, եթե դա ապացուցվում է, որ չի համապատասխանում իր եկամուտներին եւ իր կարգավիճակին, ենթադրենք մարդը պաշտոնյա է եղել ամբողջ կյանքում, բայց ունի մի քանի, ենթադրենք փոքր հեկեր կամ խոշոր ձեռնարկություններ։ Այդտեղ հարկավոր են նաև ինստիտուցիոնալ լուծումներ, որի միջայլոց այս կառավարության ծրագրում արձանագրված է, խոսքը վերաբերվում է, եթե դուք պաշտոնյա եք, դուք կամ գործարար մարդ եք կամ երկրի քաղաքացի, եթե կան խնդիրներ ձեր եկամուտների ունեցվածքի հետ կապված, դուք տալիս եք լիազորագիր պետական համապատասխան հակակոռուպցիոն մարմնին եւ նա աշխարհով մեկ կարող է հարցումներ անել եւ պարզել ձեր եկամտի աղբյուրները։ Սա մեկ եւ երկրորդը իհարկե անհրաժեշտ է այն տարրերը անցումային արդարադատության ըստիս, որը շատ-շատերը իհարկե չեն ընդունում, շատ-շատերը քննադատում են, այնուամենայնիվ մի այդպիսի կառույց ինստիտուտ, դատական բացառիկ իրավունքներով օժտված կառույց ձևավորել, որը կհետամուտ լինի այսպիսի խնդիրներին եւ որոշակիություն կմտցնի։ Սա հանրային պահանջ է, այն չի վերացել եւ կարծում եմ այս նախընտրական շրջանում համապատասխան այս ընտրապայքարի ընթացքում, երբ որ կուսակցությունները, դաշինքները Երևան կանեն իրենց ծրագրերը, պետք է որ այս հանրային պահանջին ի պատասխան արձանագրումներ ու խոստումներ տան։ Տեսեք, նախապայման են դնում, որ ոչ թե ներդրումների համար ոչ թե խորհրդարանի ընտրությունները միայն, ասում էին կլինին խորհրդարանական ընտրություններ եւ ներդրումները կսկսեն գալ, այլ նոր այսպիսի նախապայման է դրվում։ Մենք պետք է տեսնենք, որ թալանվածը երկրի պոտենցիալ հարստությունը, արկա հարստությունը հետ է վերադարձվում։ Եթե այս դրույթը այսպես խիստ դրվի,
եւ մենք ոչ մի քայլ այս օգուտությամբ չանենք, կարող է իսկապես լուրջ լինի։ Արդյոք դուք տեսնում եք, որ քայլ հնարավոր է անել։ Այդպիսի քայլ շրջանակներում պարզ է։ Հարգելի Գայանե, այդպիսի քայլ արվում է։ Ես ձեզ հիշեցնեմ, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է ամիսներ առաջ համաշխարհային բանկի համապատասխան կառույցներին, որոնք հատկապես օֆշորային գոտիներում գրանցված հայկական ընկերությունների եւ ցակմամբ այսպես Հայաստանի քաղաքացիների եկամուտների վերաբերյալ այդ ակտիվների հետ վերադարձի վերաբերյալ ուսումնասիրություններ սկսեն, հանձնախմբեր ձևավորեն եւ որքան ես տեղյակ եմ այդ process-ը այդ գործընթացքի մեջ է եւ բայց դա երկար բավական ծանր աշխատատար process է եւ կարծում եմ դա շարունակվելու է բայց արդեն քաղաքական խնդիր լինելով սա պետք է ամրապնդվի նաև օրենսդրական որոշակի լուծումներով արդեն դա կարող է եւ պետք է անի նոր պարլամենտը ինչպես ինչ ձևաչափերով ինչպիսի որոշումներով ինչպիսի գործիքներով դա կիրականացվի դա արդեն առաջիկա կարծում եմ ժամանակի խնդիր է բայց որ այդ գումարները որոնք պետք է հետ վերադարձնեն գոնե մասնակիորեն մոդելներ կան տարբեր երկրներ իրականացրել են այսպես կոչված ունեցվածքի համաներում այն գույքի որ ապօրինի է ձեռք բերվել այն ակտիվների ենթադրենք կարող է համաներում հայտարարել 25-30%-ի մասով իրենց ունեցվածքի եւ վերջ այդ ամենը կարող է ազգայնացվել կարող է վերադարձվել պետությանը մնացած 70-ը տնօրինելը ձեր գործն է կարող է եւ այսպիսի կոնսենսուս լինել դրա համար է ես սկզբում ասեցի որ էլիտաները պետք է համաձայնության գան այս հարցերի շուրջ նաև Համենայն դեպս դրանով պայմանավորել ներդրում անել թե չանել դա բավականին լուրջ հարված ծուղակի մեջ կգցի մեզ Հայաստանին Ռիսկեր ծուղակներ միշտ էլ կա բայց մեր երկիրը տոտալ ծուղակների մեջ է ինստիտուցիոնալ վերստին տնտեսագիտության ոլորտից ես ձեզ ասեմ ինստիտուցիոնալ ծուղակներից ամենախոշորը կոռուպցիան է ստվերը բարտերը այսինքն խուսափել բանկային համակարգը եւ ըստ էության կանխիկ գործարքներով կամ բարտերով իրականացնել փոխանակությունը մեծ խնդիր է եւ ինստիտուցիոնալ ծուղակի աղքատությունը որի մասին մենք չխոսեցինք սա մի կշռաքար է մեր երկրի տնտեսության ոտքերից կապած որը միշտ խանգարելու է առաջ գնալ ինչպես տանել այս կենտրոնախույս միտումներից մեր հասարակությանը կենտրոնամետ այսինքն ինչպես ի վերջո կայացնել միջին գերակշիռ մաս կազմող միջին խավը, որը կտնօրինի եկամուտների, ունեցվածքի եւ ինչու՞ չէ նաեւ քվեների 2/3-ից ավելին։ Սա է մեր օրակարգի ինձ թվում է ռազմավարության գլխավոր խնդիրը, որին հետամուտ պետք է քաղաքական ուժերը եւ էլիտաները քայլեր անեն ու կոնսենսուսի գան։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, ցավում եմ, բայց ժամանակը սպառվեց, մենք իսկապես դեռ պետք է սոցիալական հարցերին անդրադառնայինք, երևի թե մեկ այլ անգամ ես ձեզ կհրավիրեմ եւ մենք կխոսենք, որովհետեւ այստեղ թոշակների բարձրացման հարց է, աղքատության նվազեցման հարց կա, դրանպես սոցիալական բլոկը մենք այսօր չհասցրեցինք դիտարկել։ Այնուամենայնիվ դուք կարծում եք, որ ընթացքը դրական է, այո՞։ Անկասկած միտումները այն ինչ որ Հայաստանում տեղի է ունեցել, դա ինչ որտեղ հրաշքի է նման, այն իմաստով, որ տեղի է ունենում որակափոխություն բոլոր համակարգերի, այն սկսվել է քաղաքական սիստեմի առաջին այսպես քայլերը արվել են եւ դա հանրային ճնշող մեծամասնության հանրության ուժերով ու ներգրավվածությամբ է եղել, ինչը նախկինում չի եղել եւ այդ ճնշումը հանրային, որ ամենակարևոր գործոնն է այս փոփոխությունների, կարծում եմ չի թուլանում եւ չի թուլանա, պահանջատերը հանրության մեծամասնությունն է գերակշիռ հայաստանյան ընտանիքների 90 եւ ավելի տոկոսը եւ հետեւաբար ով էլ որ լինի այսօր իշխանության ղեկին որ քաղաքական ուժը կամ նրանց դաշինքը ստանձնի հանձնառի պատասխանատվությունը այս օրակարգից չի կարող պարզապես շեղվել փոփոխությունները կարծում եմ անկասելի են Բարի
Շնորհակալություն, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ, շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ եւ բոլոր նրանք, ով մեզ հետևում էին։ Ցավոք ժամանակը սպառվեց։ Մենք եւս, ինչպես ասացի, մեկ անգամ կհրավիրենք ձեզ, պարոն Մարգարյան, եւ կշարունակենք մեր այս քննարկումը։ Շնորհակալություն, ամեն ինչ լավ է լինելու ինչպես միշտ։ Ձեզ հետ Գայանե Առաքելյանն էր, բարին ընձեզ։